Դիրքում քնելու պատճառով ծագած վեճն է բանակային վերջին ողբերգության պատճառը։ Նալնուրին հայտնի դարձած այս վարկածը մասամբ հաստատվում է քննչական կոմիտեի այսօրվա հաղորդագրությամբ։ Ըստ կոմիտեի Գրիգոր Էդգարի Զաքարյանի մահվան գործով մեկ մարդ կալանավորվել է զինվորին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու կասկածանքով։ Արմդուրը այսօր քննչականի հաղորդագրությունից առաջ գրել էր, թե զինվորին մի քանի անգամ դիրքում քնած են տեսել, վեճ է սկսվել, հայոյանքներ են հնչել, այդ պատճառով ժամկետային զինվորը անձնասպանության է դիմել։ Քնելը ինչով է պայմանավորվում, ասենք զինվորը մարտական խնդիր է ստանում, գնում է իր դիրքում մարտական հերթապահություն իրականացնում, ինչու է քնում, որտեղ զինվորը քիչ է քնում։ Անձնակազմը պատշաճ համալրված չէ դիրքերում, կարծում է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը, զինվորները հերթապահում են առանց քունն առնելու։ Անձնակազմը համալրված չէ եւ դրա լավագույն ցուցիչը, որ իմ ասածը այդպես սուբյեկտիվ չլինի, 25-օրյա վարժական հավաքների ժամանակ հավաքների մասնակիցներին տանում են դիրքեր, որոնք իրականացնում են մարտական հերթապահություն։ Դիրքերում հերթապահության կազմակերպման երկու հիմնական մոդել կա, հագեցած դիրքերում զինվորները արթուն հերթապահում են 4 ժամ, հետո 4 ժամ քնում, եթե անձնակազմը լրիվ համալրված չէ, զինվորներին քնելու 2 ժամ է մնում 4 ժամ հերթապահելուց հետո։ Դիրքեր կային, որտեղ անձնակազմը հատուկ շատ էր արվում, որպեսզի հանգստի ժամը երկար լիներ, որտեղ զգոնությունը ավելին պետք է լիներ, միշտ դիրքային հեռավորությունները շատ ավելի մոտ էր։ Որ անձնակազմի պակաս կա բանակում, խոստովանում է նաև իշխանությունը։ Պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախկին նախագահ Անդրանիկ Քոչարյանը սպայական օղակի բացերն է թվարկում։ Մենք ունենք հրամներքին օղակում հրամանատարական պակաս, հրամկազմի պակաս, դասակի հրամանատար, վաշտի հրամանատար, ընդհանուր գումարտակի հրամանատար, եւ այդ պակասը պետք է օր առաջ լրացնել։ Այսպիսի պակասի ֆոնին ժամկետային ծառայության ժամկետը 6 ամսով կրճատելը միայն քարոզչական, պոպուլիստական նպատակ կարող էր ունենալ, կարծում է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։ Հիվանդությունների ցանկով, եթե առաջ ազատվում են, հիմա զորակոչում են։ Այսինքն սա էլ է, չէ՞, մի ցուցիչ, որ անձնակազմը չի բավականացնում։ Եվ խիստ անտրամաբանական է, ծառայության ժամկետը պետք է ավելացնեն այդ դեպքում, որ բավարարի մարտական խնդիրը տվյալ, ասենք, մարտական հենակետում անձնակազմ թվականակով կարողանան կատարել։ Ժամկետային զինվորների ծառայության ընթացքը դիրքերում սպայական կրտսեր օղակի հսկողության տակ է, ասում է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։ Մարտական հենակետի ավագն է դիրքում թիվ 1 պատասխանատուն։ Որ թերացել են վերադասներն ընդունում է նաև ԿՊԱ-ական Անդրանիկ Քոչարյանը։ Նոր 18 տարեկան, զինվորը երբ որ որոշում է իր կյանքին վերջ տալ, դա ասեմ ձեզ, եթե դա կապված է իր ծառայության հետ, ուրեմն ծառայության բնույթը պետք է փոխել, նշանակում է հրամանատար տեղում չի։ Բայց դիտարկումը, թե ռազմական ոստիկանությունն էլ իր հերթին անելիք ուներ, կարծես այդքան էլ Անդրանիկ Քոչարյանի սրտով չէ։ Նա արդեն պաշտոնաթող ռազմական ոստիկան Աշոտ Զաքարյանի մտերիմ ընկերն է, ըստ մամուլի տարբեր հրապարակումների։ Ռազմական ոստիկանությունը չի կարող պատասխանատու լինել բոլոր ինքնասպանության դեպքերի համար։ Ռազմական ոստիկանությունը ամեն ինչ արել է ձևափոխվելով, որպեսզի բանակում ներքին կարգուկանոնը լինի պատշաճ մակարդակի։ Տարիքով է պայմանավորում Աշոտ Զաքարյանի պաշտոնակությունը Անդրանիկ Քոչարյանը։ 60-ամյա Զաքարյանի փոխարեն 60-ամյա Արամ Հովհաննիսյանն է այսօր ռազմական ոստիկանության պետ նշանակվել։ Հովհաննիսյանը 2.5 տարի հանրապետության ոստիկանապետ է եղել։ Նրա ղեկավարման առաջին տարում հանցագործությունների թիվը 5.3%-ով աճել է Հայաստանում։ Հաջորդ տարի ըստ պաշտոնական վիճակագրության գրեթե 10%-ով նվազել են ծանր հանցագործությունները, սակայն ավելի քան 25%-ով ավելացել են առանձնապես ծանր հանցագործությունները։ Ռազմական ոստիկանությունում կադրային սկանդալային փոփոխությունից հետո եւս 2 պաշտոնանկության մասին է հայտնել Պաշտպանության նախարարությունը։ Սուրեն Պապիկյանի 2 խորհրդականները Մելիքսեթ Պողոսյանը եւ Ռազմիկ Պետրոսյանը պարգևատրվել են մեդալներով ու հրաժեշտ տվել պաշտոններին։ Ալբերտ Սելոփյան, Արաքել Օհանյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։